աշխատակազմին նախատեսված է հատկացնել 14 միլիարդ 326 միլիոն 500 հազար դրամ, որը 2025-ի հաստատված բյուջեի նկատմամբ աճել է շուրջ 11%-ով։ Ես ներկայացնեմ միջոցառումներից մի քանիսը։ 2026 թվականին ՀՀԼ մարզպետի աշխատակազմի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում միջոցառմամբ նախատեսված է 528 միլիոն 815 հազար դրամ, կամ պահպանվել է 2025 թվականի ցուցանիշը։ Կրթական ոլորտի ծրագրերի գծով 2026 թվականին նախատեսվել է 13 միլիարդ 435 միլիոն դրամ, 2025-ի 12 միլիարդ 24 միլիոն դրամի փոխարեն, աճը 11,8%։ Նախադպրոցական կրթություն ծրագրով 2026-ին նախատեսվել է 204 միլիոն 800 հազար դրամ, համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները սա կենսական կարևորություն ունի համայնքների բնականոն կենսագործունեության համար, 2025 թվականի 11 միլիարդ 270 միլիոն դրամի փոխարեն 26-ին նախատեսվել է 12 միլիարդ 759 միլիոն դրամ, կամ աճը 13,3%։ Եվ վերջում կուզեմ ներկայացնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում միջոցառմամբ նախատեսվող ծրագրերը։ Նախատեսվում է լուծել 15 ընտանիքների բնակարանային խնդիր, որի համար նախատեսվում է հատկացնել 107 միլիոն 854 հազար դրամ, այսինքն պետք է արձանագրենք, որ 2026 թվականին կառավարությունը շարունակելու է 38 տարվա վաղեմության խնդիր լուծել, ինչպես անում է 2018 թվականից սկսած։ Հարգելի վարչապետ, այժմ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Լոռու մարզում այս պահին իրականացվում են 176 միլիոն դոլար ընդհանուր արժեքով պետական ու համայնքային ֆինանսավորման ծրագրեր։ Իսկ ես այստեղ լսում եմ ելույթներ, իբր մենք դպրոցների ու մանկապարտեզների ճանապարհների կառուցումը ձախողել ենք։ Ձեզ եմ ներկայացնում Լոռու մարզկենտրոն Վանաձորում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցության կառավարման 20 տարում համայնքի բալանսից մասնավորին օտարված գույքի մի մասը։ Եվ այսպես. Բաթումի 1 հասցե, մանկապարտեզի շենք, Բաթումի 10 մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1 կոտորակ 4 մանկապարտեզ, Աճարյան 6 մանկապարտեզ, Ռուսթավի 3 մանկապարտեզ, Տիգրան Մեծի փողոց մանկապարտեզ, Վանաձորում երեխաները մանկապարտեզի հերթի մեջ են։ Գրիգոր Լուսավորչի 45 մշակույթի տուն, Աղայան 39 կոտորակ 2 Գուգարք կինոթատրոն, Ազատամարտիկների 25 Երևան կինոթատրոն։ Վարձակալության տված եւ օտարված համայնքային ողջ գույքը այգիները եւ ոչ միայն թվելու համար մի քանի տասնյակ րոպե է անհրաժեշտ, ժամանակը չի բավականացնի։ Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը 2000-ականների կեսերին դարձրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ։ Լոգոն էլ առ այսօր մանկապարտեզի շենքի վրա փակցված է։ Քրեական գործ կա այս մասով։ Կգնաք եւ մանկապարտեզի հերթում սպասող երեխաների ծնողներին պատասխան կտաք։ Վանաձորի կենտրոնում գտնվող կայարանի զբոսայգին արվել է 32 կտոր եւ տրվել վարձակալության։ 32 վարձակալական պայմանագրերը հիմա խզվում են, այգին հիմնանորոգվելու է եւ վերադարձվելու վանաձորցիներին։ Կգնաք եւ Վանաձորի 100,000 բնակիչներին պատասխան կտաք։ Ու մեզ ասում են 7 տարի մնացել եք նույն դասարանում։ Դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում։ Դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից։ Դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ։ Դուք ձեր հետևից թողել եք ռազմական պոլիգոն հիշացնող ճանապարհներ, որոնց մարդաբոյ փոսերի մեջ մեքենայով ընթացքից հայտնվելիս հեռախոսը դառնում էր անհասանելի։ Ձեր պահած դպրոցներում մենք տանից վառելափայտ էինք տանում։ Լուսամուտները ցելոֆաններով փակում էինք, որ դասասենյակներում չդողացնենք։ Ձեր պահած դպրոցների զուգարանների դռները բացել չէր լինում, կոյուղա լճեր էին ներսում։ Դուք դպրոցում մանկապարտեզ ընդհանրապես չեք պահել։ Դուք դրանք կերել եք, սեփականաշնորհել ու ձեզ համար տներ, կուսակցական գրասենյակներ դարձրել։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մանկապարտեզի գողեր եք, դուք մշակույթի տների գողեր եք, դուք զբոսայգիների գողեր եք։ Դուք էլ, ձեր քաղաքական առաջնորդներն էլ, այս պուն էլ, սրանք ընդհանրապես մամոնտ են։ 7 ամսից ընդմիշտ վերանալու են քաղաքական դաշտից։ Ու միակ բանը, որ իրենց գոյության մասին հիշեցնելու է, լինելու է կիսակլոր շշով օղին։
Ու դեռ մի հատ էլ դասավանդում են Վանաձորի պետական համալսարանում։ Հետաքրքիր է, ինչ են դասավանդում՝ զբոսայգու գողության տեսություն, թե մանկապարտեզ ուտելու հիմունքներ։ Սափրված թե ոչ, բեղ պահած թե անբեղ, դուք ընդմիշտ հիշվելու եք որպես մանկապարտեզի գող։ Սիրելի քաղաքացիներ, 2026 թվականի հունիսին լինելու են համապետական ընտրություններ։ Գնացեք ընտրական տեղամաս եւ մանկապարտեզի գողերին եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Անշուշտ հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության մասն է եւ բացառիկ առաքելություն է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման մեջ։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում խոսել եմ այն մասին, որ Օսմանյան կայսրությունում արդարացված էր հայ առաքելական եկեղեցու այդ ժամանակվա կաթողիկոսի իսկ բնորոշմամբ գազանազուսպ եւ լարախաղաց լինելը, եւ այն մասին, որ այժմ Հայաստանի Հանրապետության որոշելիքն է լինել գազանազուսպ եւ լարախաղաց, թե չլինել։ Այս անգամ խոսենք պարսկական կայսրության օրինակով, հասկանալու համար, թե ինչ զոհողությունների է գնացել հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանման իր ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել մեր եկեղեցին եւ ինչպես այժմ պետք է փոխվի հայ առաքելական եկեղեցին։ Դպրոցում բոլորս էլ սովորել ենք, որ պարսկական կայսրությունում քրիստոնյա մնալու համար անհրաժեշտ էր վճարել գլխահարկ։ Ընդ որում առնվազն 17-րդ դարում պարսկական կայսրությունը շահագրգռված չէր քրիստոնյաների կամ քրիստոնեության վերացմամբ, քանի որ դա կհանգեցներ ֆինանսական կորուստների։ Այն աստիճան, որ յուրաքանչյուր քրիստոնյա հպատակ, ով ընդունել էր մահմեդականություն, ամեն պահի կարող էր վերադառնալ նախկին կրոնին, եթե ընդամենը պարտավորվեր վճարել այդ հարկը։ Իսկ ինչ էր վճարում մեր եկեղեցին։ Պարսկաստանում յուրաքանչյուր պաշտոն, ինչպես յուրաքանչյուր պաշտոն, այդպես էլ կաթողիկոսի պաշտոնը պետք է գնվեր։ Կաթողիկոսը շահի հանդեպ ոչ այլ ինչ, քան իր հավատարմությունը պետք է արտահայտեր նրան ճոխ ընծաներ բերելով։ Իսկ եպիսկոպոսները իրենց պաշտպանությունը պետք է գնեին կաթողիկոսից այնպես, ինչպես կաթողիկոսն իր պաշտպանությունը գնում էր խանից կամ շահից։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին իր գոյությունը պահպանելու համար ստիպված է եղել մերվել պարսկական կայսրության բացարձակապետական կարգում գործող ֆինանսական եւ հիերարխիկ բուրգին։ Այս մասին մենք կարդում ենք պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի հայ ազատագրական գաղափարին նվիրված նախորդ դարասկզբի գրված գրքում, որտեղ նա ասում է, որ հայ ազգի ազատագրության մասին մտմտացող հայ մելիքները իրենց ծանր կացության մեջ այլևս չէին կարող համերաշխ լինել կղերի հետ, քանի որ մեջբերում եմ պարսկական պետական իմաստության վարքականոններն ավելի ու ավելի յուրացրած եւ գոյություն ունեցող համակարգի հետ համերաշխ ապրող կղերին այլևս հնարավոր չէր ներգրավել ազատագրական ծրագրի մեջ։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Սիրելի քաղաքացիներ, քանի դեռ մեր եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, այն շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող։ Ես առիթ ունեցել եմ նկարագրելու, թե ինչպես է մեր եկեղեցին կամա թե ակամա բաղձում մեզ վերադարձնել այն վիճակին, երբ ինքն էր մեր